Արենի, Վայոց ձորի մարզի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկը, գտնվում է Արփա գետի ափին, հայտնի իր հնագույն պատմությամբ, հարուստ մշակույթով և գինեգործության ավանդույթներով։ Արենի համայնքը հայտնի է նաև իր երկու կարևորագույն թռչունների և Մագելանի քարանձավներով, որոնք այցելելն ուղղակի պարտադիր է, եթե գինու, հնագիտության և բնության հրաշալիքների սիրահար եք։ Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կիլոմետր հյուսիս Բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է Մոմիկ ճարտարապետի կողմից 1321 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղի տարածքում կան հնավայրեր, մի քանի ավերված գյուղատեղիներ, արձանագրություն ունեցող բազմաթիվ խաչքարեր։ Համայնքի վարչական տարածքում է գտնվում միջազգային նշանակության հուշարձան Նորավանքի համալիրը։ Բազմաթիվ են նաև բնության հուշարձանները, ժայռեր, ջրվեժներ, անդնդախորշ ձորեր։ Այստեղ գինեգործությունը ներկայացնում է ոչ միայն տնտեսական նշանակություն, այլև մշակութային ժառանգություն, սերունդների փոխհաղորդման փոխանցվող գիտելիքներով և փորձով։ Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրանը շնորհիվ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ամեն օր ամրապնդում է ոչ միայն հայկական գինեգործության ավանդույթները, զարգացնում իրադարձային զբոսաշրջությունը և հարստացնում համայնքի մշակութային կյանքը, այլև միաժամանակ ապացուցում է, որ հայկական գինին ոչ միայն խմիչք է, այլև մշակութային և պատմական ժառանգություն։ Սովորաբար այս աշխարհում գինու որակը որոշվում է տարվա արևային օրերի քանակով։ Մեր Արենիում 300 օր արև է։ Դրա համար գինին համով է և լավ։ Բարև ձեզ, պարոն գնդապետ, ես անչափ ուրախ եմ այս 2018 թվականին համայնքի միջոցներով հիմնանորոգվել է նաև այս պատմական կամուրջը, որտեղ 1958 թվականին Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանված «Ինչու է աղմկում գետը» հայկական ֆիլմի որոշ դրվագներ նկարահանվել են հենց այս պատմություն դարձած կամրջի վրա։ Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրանը վերածվում է հնարավորությունների չքնաղ վայրի, հնարավորություն տալով այցելուներին նորովի բացահայտելու մարդկային քաղաքակրթության, մշակույթի և գինեգործության ակունքները։ Արենին իսկապես ուրեմն հայտնի է իր գինեգործության, բայց վերջին տարիներում շատ արագ զարգանում է նաև տուրիզմը։ Մեր համայնքում է գտնվում Նորավանքը, 6500 տարվա կոշիկը, այսօր այցելել տեսել եք, հարուստ է իր պատմամշակութային ժառանգությունով, խաչքարերով, վիմափոր եկեղեցիներով։ Եթե այս տարի անենք 3-րդ տարին է, Ռինդում Տատի շորվա, տատն է, տատի կերակուր, բայց մեր բարբառով Տատի շորվա փառատոն ենք անցկացնում։ Կարծում եմ մեր համայնքի հաջողված փառատոներից մեկն է, նախ նշեմ, որ մեր 9 գյուղերում բոլոր գյուղերն էլ իրենց տոները ունեն, ուրեմն Աղավնաձորում մենք Խաղորնիկի տոն ենք անում, Խաչիկում Գաթայի, Արենիում գինու փառատոն, ասեցի արդեն Ռինդում Տատի շորվա եւ մնացած բոլոր գյուղերում էլ գյուղի տոն կամ գյուղի օր ենք անցկացնում, շատ հաջողված ծրագիր է իմիջելուց, կուզեի, որ մեր Հայաստանում բոլոր բնակավայրերում, համայնքներում այդ ունենար այդ տոները, նախ տեսեք ինչ խնդիր ենք լուծում, նախ համախմբում ենք այդ մի օրը, որտեղ որ ասենք տվյալ բնակավայրի բնակիչները նույնիսկ արտասահմանից գալիս են մասնակցում են Հայաստանի տարբեր շրջաններից, մայրաքաղաքներից, իսկապես վերածվում է մի հատ մեծ տոնի։ Այդ էլ մեր հաջողված ծրագրերից, պրոյեկտներից մեկն է։ Արենին որպես զբոսաշրջային վայր իր զարգացման ծաղկուն շրջանը սկսել է ապրել հատկապես 2018 թվականից։ Այս տարիներին համայնքի կյանքն էլ ավելի է աշխուժացել, հյուրատներ են ավելացել, ինչը նպաստել է զբոսաշրջիկների թվի աննախադեպ աճին։ 2018 թվականից հետո Արենին ապրել է իր ծաղկուն ժամանակաշրջանը, որը այս պահին էլ է իմիջելուց նույնը կատարվում։ Նախ ասեմ, որ Արենի համայնքը եզակի համայնքներից է, որտեղ որ բացի երկու բնակավայրերից բոլորն էլ ունեն մանկապարտեզներ։ Կառուցվել է 18 թվականից հետո Ելփինում է նոր մանկապարտեզ կառուցվել, Արենիում է կառուցվել, իհարկե Արենիում բարերարի միջոցով, այս պահի դրությամբ ուրեմն հիմնանորոգվում է Աղավնաձորի մանկապարտեզը, շուտով նաև Ագարակաձորինը կհիմնանորոգվի եւ Արփիում կառուցվում է դպրոց եւ նախակրթարան, մանկապարտեզը կտեղափոխվի, այսինքն կրթահամալիրը արդեն ընդ է գործի մանկապարտեզը։
Կառուցվել են ճանապարհներ, զբոսայգիներ, ամբողջությամբ մեր 9 բնակավայրերը ապահովված են ցերեկային լուսավորությամբ, գոյուղագծեր են կառուցվել, խմելու ոռոգման ջրագծեր են կառուցվել, այս պահին էլ է կառուցվում, եւ ուզում եմ հատկապես նշեմ, որ այս պայծրությամբ Չիվայում եւ Ելփինում մոտավորապես մոտ 600 միլիոնի ամբողջ 600 միլիոն արժողությամբ ծրագիր ենք իրականացնում, ամբողջությամբ ուրեմն փոխում են արտաքին եւ ներքին ջրագծերը, օրակարգավորիչ ջրավազաններ են կառուցում դրանով, այդ երկու գյուղը այլևս խնդիր չունենա խմելու ջրի։ Խոսելով առաջիկա ծրագրերի մասին համայնքի ղեկավարը փակագծեր է բացում։ Ուզում եմ մեր ծրագրի մասին էլ խոսեմ, որ ելի մեր քննարկումներից մեկի ժամանակ է ծնվել, մենք երևի եզակի բան կլինի դա, ստե ունենք հանրահայտ քար, մեծ քար ենք ասում, լիֆտ ենք սարքելու, ապակեպատ, ուրեմն այդ լիֆտով բարձրանալու են այդ քարի գլուխ, մեր ամբողջ համայնքապատկերն է երևում, նաև դիտակետեր է դրվելու, մի խոսքով մեր երազած Արենին մենք ունենալու ենք, եթե նման քայլերով գնանք, մենք այդ ունենալու ենք։ Այն, որ Արենին ծաղկում է համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի պաշտոնավարման տարիներին, փաստում են ոչ միայն արված աշխատանքները, այլ տեղացիները, ովքեր իրենց համայնքի ղեկավարին ընդունում են ոչ թե որպես պաշտոնյա, այլ որպես հարազատ որդի, ով համայնքը դարձրել է մի մեծ ընտանիք եւ ավագ որդու նման հոգ է տանում համայնքի ամեն մի անկյան համար։ Արենի խոշորացած համայնքա 9 գյուղ ընդգրկում, համայնքապետը Սահակյան Հուսիկն է, մեր հարևանորդ գյուղից, վարչական ղեկավարը Բաղդասարյան Ռոմանն է, զոհվածի որդի է։ Աշխատանքներ շատ է կատարվել, մինչև 2 տարի առաջ, 3, Արենին մանկապարտեզ չուներ։ Մանկապարտեզ են կառուցել անմիջապես իմ տան հարևանությամբ, փողոցներն են կարապատել, կարատու ֆաշարած, ճանապարհներն են վերանորոգել, գերեզմանի ճանապարհներն են, գերեզմաններ տանող ճանապարհն են, նորից կարշարել։ Մարդամոտ, ընդառաջող, լավ ղեկավար է, ինչի որ դիմում ես ընդհանրապես ոչ մի բան չի պատկաս չունի լի, ասել բան, միշտ բան անեմ, միշտ նոր թեմա, ինչի էլ դիմել ենք, չէ, բառը չունի, շատ լավ ղեկավար է, Սահակյանի շնորհիվ ամեն ինչ էլ արվում է, որ միշտ մեր գյուղը առաջադեմ լի, լավ լի, թե գինոգործությամբ, թե բանի, ամեն ինչի նկատմամբ, շատ բաներ է կատարում գյուղի համար անում, բայց ընդհանրապես մեր երիտասարդությունն էլ է շատ լավը, ամեն ինչում մասնակցում են, ամեն ինչում առաջընթաց կա, այնպես որ մեր գյուղը կարող է ուրիշ գյուղերն են, բայց Արենին միշտ առաջինն է։